Պարոն Սիմոնյան, Վենսի այցից հետո ընդդիմությունը անընդհատ պնդում է, որ այդ 9 միլիարդը Հայաստանում ոչ թե ներդրում է, այլ պարտք է քաղաքացիների ուսերին։ Սխալ են ասում, սուտ են ասում։ Եթե հաշվի առնենք նաև, որ Եվան դիտարկում է, որ թարգմանությունը լավ չի եղել, կխնդրեմ դուք Ամերիկայի փոխնախագահ Վենսը դա մեկնաբանել է եւ որևիցե ցանկություն եւ ինձ իրավունք չեմ ուզում վերապահել ավելացնելու, բայց Հայաստանի Հանրապետությունում ընդդիմություն չկա։ Չկա ընդդիմություն։ Չկա գոյություն չունի ընդդիմություն։ Հիմա մեր միակ խնդիրը է դա, որ դուք խոսում եք տարբեր կուսակցություններ, տեսեք դուք ինձ մի քանի րոպե առաջ հարց եք տալիս։ Ում եք տեսնում հիմնական մրցակից։ Դուք չպետք է այդ հարցը տայիք։ Կապ չունի ես ինչ եմ պատասխանում։ Դուք չպետք է հարցը ակնհայտ պետք է լիներ, որ կա 1, 2, 3 ընդդիմադիր ուժ։ Նույն մարդիկ մեկ մի խմբից գնում են այնտեղ, հետո գնում են հավաքվում են միտեղ, теперь я Наташа դեմքի արտահայտությունով գալիս են ասում են, հա, հիմա ես այս ինչ կուսակցությունից եմ։ Հա, հիմա ես ինչ կուսակցությունից եմ։ Չկա ընդդիմություն։ Ու խնդրեմը կանում է նա, որ չեն թողնում, որ ձևավորվի։ Չեն թողնում, որ ձևավորվի։ Մենք շեմը իջացրեցինք։ Ինչի համար է շեմը իջացրեցինք։ Մենք ենք չէ դա արել։ Դարձեցինք 4%, 6%։ Ինչ ասես անում են, որ ընդդիմություն ձևավորվի, բայց այտենց ինչ-որ բաներ փորձում են փագել, փորձում են բան անել, բայց վարչապետը ճիշտ ասաց երեք։ 2026 թվականի հունիսի 7-ին այդ մարդկանց էջը փակվելու է, չի լինելու էլ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, իրանք վաղուց էին քաղաքական դինոզավր, բայց հիմա ժողովուրդը փակելու է, այդ օլիգարխները չեն լինելու, իսկապես չեն լինելու, ոչ թե ես տենց ինչ-որ հոխորտում եմ, չեն լինելու, վերջանալու է, ոնց որ եկան մտան ազգային ժողով այն մտքով, որ ազգային ժողովի մանդատը անձեռնմխելիությունը իրենց կպաշտպանի կաշառք տալու կամ ապօրինի հարստացման գործերով, բայց դա տենց չեղավ, չի լինելու, հասկանալու են, որ կարիք չկա։ Այդ դուրը շղկացնելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին։ Վստահ, գիտեք ինչ վստահ եմ դրա մեջ, անասելի վստահ։ Եթե սա չհասցեագրենք ընդդիմությանը, այդ ժողովրդի մտահոգությունները, խնդրեմ այդ կոնտեքստում պատասխանել։ Կներեք չհասկացա։ Եթե սա այս հարցը չձևակերպեք, որ չկա տենց բան, չկա տենց բան, չկա տենց բան, մենք բոլոր տնտեսական ծրագրերը, որոնց մասին որ խոսվել է, դա դրա բացատրությունը տրվել է, տալիս է մենք որևիցե ձևով, որևիցե մեկի վրա բացի մեզնից մենք բեռ չենք դնում եւ չենք պատրաստվում դնել։ Մեզ մեղադրում են, խոսում են արտաքին պարտքի մասին, դրա պատասխանը տրվել է։ Ուրախանում են, չէ՞ որ ամրացված շրջանները տենում են։ Անընդհատ դուք էլ ասում եք, չգիտեմ, պաշտպանողության եւ անվտանգության խնդիր կա։ Հա, այդ ենք անում։ Մեր տնտեսությունը աճ ապրում։ Մենք բոլոր ոլորտներում դրական ոչ միայն ազդակներ, այլ արդյունքներ ունենք։ Ուղղակի մեր խնդիրը այն է, որ ցավոք սրտի այն թողու բոյի մեջ, այն խոսակցությունների մեջ որտեղ են չենք կարողանում լավ ներկայացնենք, դա այո, մեր խնդիրն է, քաղաքացիական պայմանագրի եւ այսօրվա իշխանության խնդիրն է, որտեղ մենք ընկնում ենք այդ պատասխանելու հետևից եւ ինչ որ բաներ չեն կարողանում հասցնել։ Եվ երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ մեր անվտանգային խնդիրները այնքան շատ էին վերջի տարիների ընթացքում, մինչև 2025 թվականը, որ մենակ դրա վրա էինք հիմնականում կենտրոնացած։ Բայց ժողովուրդ անընդհատ իրար շնորհավորեք։ Տեսեք փողոցում իրար շնորհավորեք։ Դուք հասկանում եք մենք ինչից ենք բրծել։ Հայաստանի Հանրապետությունը տասնամյակների, հարյուրամյակների համար իր գոյությունը ապահովել է։ Շնորհավորեք իրար, լուրջ եմ ասում, սա պաթոսային ինչ որ մեծ խոսքեր չի։ Բրծավ, պատերազմը ավարտվել է։ Էլ երեխեքը չեն զոհվելու։ Երեք նայում եմ, տեսնեմ բանա ունչա, Չակերտավոր խաղաղության տարիներին ամեն տարի տասնյակով մարդ երեխա է զոհվել։ Նկատի չունեմ բանակում տարբեր քրեական ենթամշակույթների խնդիրների պատճառով։ Հակառակորդի կրակոցից տասնյակներով 100 քանի մարդ է ընդամենը մի 10 տարվա ընթացքում, հենց տարին 15-20 հոգ երեխա մեռնելը միջին նորմա է եղել։ Ժողովուրդ ավարտվել է, չի մեռնելու էլ մեր երեխան։ Հանգիստ մարդիկ չեն փախնելու Հայաստանից, որ իրենց երեխան բանակ չգնա։ Չեն տանելու կաշառք տան, որ իրենց երեխան բանակ չգնա, որովհետև կրակեն մեռնի։ Բրծել է։ Շնորհակալություն։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։